Սիրելիներս, այսօր պատրաստում ենք ժելե, բայց այս անգամ ոչ միայն սովորական ժելե, նաև ավելացնելու ենք մուսային հատված։ Անցած անգամվա նման 3-ից 4 ճաշիկ թալ ժելատին, 1 թեյք թալ լիմոնի աղ, կես թեյք թալ վանիլին, 1 բաժակ սառը ջուր, հիմա կավելացնեմ նաև շաքարավազը ու ընթացքը ձեր հետ կկիսվեմ։ Ավելացրեցի շաքարավազը ձեր ցանկության, որքան կցանկանաք ձեր քաղցրությունը լինի։ Ես մոտավորապես 4 ճաշիկ թալ ժելատինին լցրել եմ 200 գրամ շաքարավազ։ Ավելացրել եմ 3 բաժակ տաք ջուրը, եռման ջուրը, ու հիմա պետք է խառնեմ այնքան ժամանակ, մինչև ինքը դառնա համասեռ զանգված։ Համասեռ զանգված դառնալուց հետո պետք է թողնենք, որպեսզի ընդհանուր սառի և սկսենք արդեն հավաքել ժելեն։ Մեր ժելեն սառի, այդ ընթացքում մոտավորապես 150 գրամ տվորգ ենք վերցնում, 50 գրամ թթվասեր, թեյք թալ վանիլին, 1 բաժակ շաքարավազ, շաքարավազը էլի ձեր ցանկության, 1 հատ բանան։ Հիմա այս ամբողջը պետք է ձեռքի բլենդերով ես լավ մանրացնեմ, հարեմ լավ։ 1 բաժակ կաթին ավելացնում ենք 2 ճաշիկ թալ ժելատին, խառնում ենք, ուզում ենք կրակին, եփում ենք այնքան, որ մինչև լուծվի դառնա համասեռ զանգված։ Ընթացքում մեր տվորգի, սմետանի և մնացած մթերքների վրա ավելացնում ենք հալացրած կաթը ժելատինով և բլենդերով խմում ենք։ Դնում ենք տարան, վրան դնում ենք մեր քամիչը և մի փոքր մեր ժելեից լցնում ենք և դնում ենք սառնարանը, որպեսզի մոտավորապես այսքան ավելորդ օդերը հանում ենք պարտադիր, որպեսզի լինի ավելի հարթ մակերես։ Դնում ենք սառնարանը, որպեսզի սառչի։ Մինչև ժելատինը սառնարանում սառի, այդ ընթացքում մենք ելակները սրտիկաձև կտրատենք, որպեսզի շերտերով դասավորենք։ Ելակները դասավորում ենք այսպես և մի քիչ նորից էլի